Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ Պարոն Աշոտյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Աշոտյան, զրույցը սկսենք ինչ այսօր կատարվում եկեղեցու շուրջ։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, այսպես ասած, բարենորոգման ծրագիր, ըստ որի պետք է կաթողիկոսի տեղապահ ընտրվի, այնուհետև կանոնագիրքը եկեղեցական փոփոխվի, նոր կաթողիկոսի ընտրություններ նաև on-line այսպես քվեարկություն են այս մասով իրականացրել, չգիտեմ որքանով եք հետևել թե չէ, ու բայց սա ներկայացնում է որպես եկեղեցու արատավոր բարքերի դեմ պայքար ու ներկայացնում է որպես ժողովրդյանից, որտեղ ասում է, որ եկեղեցում այս իրավիճակը շատերին վանել է եկեղեցու, այդ պատճառով մարդիկ պատարակների չեն գնում։ Հիմա այս մասով եկեղեցու հետ կապված իրոք սա ըստ ձեզ անկեղծ որպես քրիստոնյա պայքար է, եկեղեցու դեմ, թե ինչ որ անգամ վիրավորական է, գիտեք, այդ տարբերակների մեջ այդ պատասխանը միշտ մտածել, որ այս անձնավորությունը առհասարակ կարող է որևէ անկեղծ բան անել, այն էլ եկեղեցու հետ կապված, որի դավանանքի հետ, իրական քրիստոնեության հետ ինքը եւ իր շրջապատը որևէ աղերս չունեն։ Նիկոլը պարզապես փորձում է իր տակ մտցնել բոլոր ազգային ինստիտուտները, այնտեղ որտեղ ինքը չունի իշխանություն, նա փորձում է կամ քանդել այդ ինստիտուտները, կամ դրածոների միջոցով փորձեր կառավարել։ Ազգային եկեղեցին իրեն խանգարում է երկու հիմնական ուղղություններով, առաջինը եկեղեցին ազգի ինստիտուցիոնալ հիշողության կրողն է եւ ոչ միայն հոգեվոր, այլ նաեւ ազգային ինստիտուտ է, իսկ Նիկոլ Փաշինյանի օրակարգը տոտալ ապազգային է։ Եվ երկրորդը եկեղեցին այո հոգևոր ինստիտուտ է, բարոյագիտական ինստիտուտ է, իսկ Նիկոլի գործողությունները հակաբարոյական են եւ հակաքրիստոնեական։ Այսինքն չարի եւ բարու չափման միավորը հավատքն է քրիստոնյայի համար, Աստծո խոսքն է, որի հետ Նիկոլը որևէ աղերս չունի։ Պարոն Աշոտյան, բայց ինքը ասում է Հայաստանը կրոնապետություն չէ, ուստի ամեն ոք ազատ է որոշել, որ պատարագին է մասնակցում ու մատուցման է մասնակցում։ Դե այդպես չի, որովհետեւ եթե կա ցանկություն օգտվելու հոգևոր ծառայությունից այս կամ այն կրոնական կազմակերպության, իսկ դրանք Հայաստանում շատ են, ապա յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընտրել, դուք չեք կարող գնալ, կներեք զուգահեռ համար գնալ որևէ սուպերմարկետ, ձեզ դուր չգա ապրանքի դասավորությունը, քանդեք ինքնուրույն սկսեք այդ ապրանքը դասավորել կամ խոսակ այդ աշխատողների համազգեստի վրա ասեք փոխել կամ ասեք փոխեք տնօրենին։ Գուցե օրինակս կենցաղային է, բայց շատ դիպուկ, որովհետև չես ուզում մի գնա այդտեղ։ Գնա քո կյանքի խոսքի, այսպես ասած, քեզ երկրպագող կյանքի խոսքի, ես իմ տարբեր այլ աղանդավոր Եհովայի վկաների, որտեղ ուզում ես գնա, այսինքն պարզա որ դա չի, հիմքում։ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավը արդեն ասացի եւ իր սեփական քաղաքականությունը քողարկելու, ապազգային քաղաքականությունը քողարկելու եւ տարածելու նաև աշխարհասփյուռ հայության վրա, որովհետև եթե եկեղեցին սիրտն է, եթե մտարեց սրտի մեջ ազգի է, պարզ է, որ կարող ես բաշխել այն բովանդակությունը, այն արյունը, որով անոթներով ամբողջ աշխարհով հայ ժողովրդի իրար հետ կապված է։ Չկա որևէ այլ կառույց, որը հայերին կապի ամբողջ աշխարհով այնպես, ինչպես եկեղեցին է։ Սփյուռքի նախարարությունն էլ քանդեցին, չի մնաց հետակը որևէ կառույց, այդ իմաստով Նիկոլը ուզում է նաև Սփյուռքի վրա վերահսկողություն սահմանել, որովհետև այո Սփյուռքը քանի դեռ ամբողջությամբ իր ազդեցության տակ չէ եւ տեսնում ենք նաեւ դիմադրության օջախներ, արհամարհության օջախներ, Բեռլինում հիշում եք ցույց եղավ, Մոսկվայում ցույց եղավ, Նիկոլը ուր գնում է, հաստատ հայտնվում են մի խումբ հայրենասեր հայեր, որոնք գնում են իրան ճակատին ասելու իր մասին ինչ որ մտածում են։ Եկեղեցու հետ կապված սա է իրականությունը։ Եկեղեցին կատարյալ է որպես կառույց, իհարկե ոչ, բայց դա ինչի մասին է խոսքը։ Եկեղեցին ինքը լավ գիտի իր խնդիրները, բայց Նիկոլ սեփական ախորներդ մաքրի, որովհետև դու ես Հայաստանը վերածել ախորի, նոր դիմացինի աչքի փուշը տես, այսինքն այն գերանները, որ Նիկոլ Փաշինյանը արտաթորել է իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում, պետք է մտցնել իր աչքով եւ չթողել ժամանակ, որ նա զբաղվի ուրիշի շատ ավելի փոքր կալիբրով խնդիրների, հատկապես զավեշտա, երբ որ նա եկեղեցու բարենորոգման մասին խոսում է, ունենալով այն սրբազանների սատարումը, ում ինքն իր պաշտոնավարման ընթացքում անգամ վատաբանել է, պիտակավորել է, ձեռը առել, ձեռք չեն ցանկանում սեղմել, նույն Նավասարդ Կճարյանի մասին խոսքը։ Ես ցավում եմ այդ սրբազանների համար,
ասում եմ սրբազանները այդ մարդկանց հետ կապված զուտ հարգելով եկեղեցական կանոնադրությունը, քանի դեռ իրենք այդպիսի հոգևոր աստիճան ունեն, ես թույլ չեմ տալ ձևով իրենց դիմելու, բայց իրենք ազգային եւ եկեղեցական խայտառակություն են։ Այն մարդիկ, ով իրեն եւ ես ցավում եմ, որ դրանցից մի քանիսի հետ մոտիկ եմ եղել եւ այո, դա ինձ համար անձնական հարված է նաեւ, որովհետեւ երբեք չէի մտածի, որ այն մարդիկ ում ոչ միայն աղու հացի, այլ նաեւ հոգևոր խոսքի կարոտ են եղել եւ շփվել են, կարող են աչք փակել իրենց հոգևոր եղբայրների ապօրինի կալանավորման, 4 սրբազանների եւ առասարակ եկեղեցու դեմ իրականացվող այս վայրագությունների դա պարզապես խայտառակ ամոթ է։ Դրանք պոլիցիա են, հա, այդպես կան, չէ։ Այստեղ որպես դրական մի այսպես նշույլ են տեսնում այն առումով, ասում են, որ սա հնարավորություն տվեց այդպես պարզաջրել, ջրես հանել նաև այդ մարդկանց, ովքեր եղել են եկեղեցում։ Ճիշտ եք ասում։ Այդ հայերեն ասած համապատասխան սրտի այդ ինչ մխիթարանքն է։ Որտեվ գինը, որ մենք վճարում ենք դրա համար, շատ բարձր է։ Այո, լավ է, որ մաքրվել է, դա ոչ միայն մաքրվում է, ջրերը զուլալվում են եւ այլն։ Բայց եկեք խոստովանենք, որ դա ընդհանրապես փոքրիկ սփոփանք է այն մեծ խնդիրների եւ Աստված մի արածային մեծ աղետի, նոր աղետի ընթառաջ, եթե Նիկոլի մոտ հանկարծ ստացվի եկեղեցին կուլ տալ։ Ես վստահ եմ, որ չի ստացվելու։ Եվ այն վստահությունը պատոհ չի, վստահությունը հիմնված է նախ վեհափառի ձիգ կեցվածքի վրա, հոգևորական ամբողջ չեմ վախենա այդ բառից, որովհետև հոգևորականների բանակ է այսօր, բանակ, որովհետև ոչ միայն թշնամու դեմ է պայքարում, իսկ Նիկոլը տարածում է թշնամու նարատիվները ինքը դառնալով թշնամի պարբերաբար, այլ նաև չարի դեմ է առհասարակ, հա, պայքարում։ Պարոն Շրջան, բայց մենք տեսնում ենք, որ նաև ավելանում են այն եպիսկոպոսների թիվը, ովքեր մեծ հաճությամբ այսպես պատարակ են մատուցում, շրջիկ խումբ են ձևավորել, ովքեր։ Գիտեք, ամեն ասում է «Семьяни без урода», հա, ռուսները տենց լավ ասացվածք ունեն։ «Семьяни без урода», ցավոք սրտի եկեղեցականների շարքում էլ այդ ուռոդները պակաս չեն, բայց նրանք մեծամասնություն չեն կազմում եւ այն շրջիկ, այսպես ասած, խումբը բռադյագաների, որոնք որ գիտեք, ես կգերադասեի, եթե այդ մարդիկ, անգամ եթե վերեկնել ինչ-որ կոմպրոմատ կա, դա նույնպես բացատրություն չի, դա ներողություն, դա հասկանալու բան չի։ Կոմպրոմատը քո վրա է, քո խնդիրն է եղել, վեր կաց ազնիվ խոսիր մարդկանց հետ, ասա որ սենց, հրաժարական տուր դու սարի։ Չեմ ասում ինքնասպան եղի, որովհետև քրիստոնեական առումով դա անկալելի լուծում չի, բայց այնուհանդերձ դուրս արի, խոստովանի եւ դուրս արի։ Կամ մնա ու պայքարի։ Այդ ինչ կոմպրոմատ է, որ ավելի ուժեղ է, քան այն ինչ որ ամբողջ ժողովուրդը թքում է ձեր երեսին։ Ես խոսքս վերաբերում այն դավաճան ռենեգատ։ Բայց բոլորի դեմ կան կոմպրոմատներ։ Ես չեմ զարմանա, որ մեջները լինեն իդեյնի դավաճաններ, այսինքն մարդիկ, որոնց համար մի մասը երևի ինչ որ տենչանք ունի, պաշտոնի, մի մասը գուցե իրոք այդպես է մտածում, ես չեմ զարման, չէ, չեմ ուզում կոմպրոմատներով, նախ կոմպրոմատները արդարացում չեն, արդեն ասացի, ելեք դուրս գայք խոստովանեք կամ հրաժարական տայեք։ Երկրորդը մեջներ այո կլինեն մարդիկ, որոնք ինձ համար այո այդպես իդեյնի սրիկաներ են, այսպես ասեմ կանոնը։ Պարոն Շրջան, օրինակ կոնկրետ ինձ համար ամենա այսպես ասած ոչ ընդունելին, երբ որ տեսա, որ այդ եպիսկոպոսների թվում էր օրինակ Արցախի թեմի առաջնորդը։ Դա ինչպես նրա դեմ էլ ինչ որ կոմպրոմատ կար։ Չգիտեմ, գիտեք, ես երբեք անձնական կյանք չեմ մտել եւ մշտապես կարծել եմ, որ դա մարդու եւ Աստծո խնդիրն է տվյալ պարագայում, հատկապես եկեղեցականի դեպքում, ով կարող է եկեղեցական բոլոր քրիստոնեական բոլոր գործիքներից օգտվել, գործիքակազմից եւ այդ հարցերը լուծել չկա մարդ, որը մեղսագործ չի։ Բայց Նիկոլը չի կարող սատանան պայքարել հանուն Աստծո, հասկանում եք։ Սատանան չի կարող Աստծո համար պայքարել, Նիկոլը սատանա է։ Այո, սատանան կարող է մեջբերել Աստվածաշունչ երբեմն ավելի լավ, քան բարեպաշտ քրիստոնյաները, ինչպես ասես Սոմերսետ Մոեմներ ոնց որ թե ասել է։ Այո, սատանան շատ լավ իմանալով ինչն է չարն ու բարին, ուր է Աստված եւ ով է Աստված կարող է խաղալ, հա, նույն Աստվածաշնչի մեջ է, չէ՞, նաեւ գրած, որ վերջին օրերին, այսպես ասած, սատանան փորձելու է նման տեսակի կերպարանափոխություններով իրեն Աստծո գառի տեղ դնել։ Դա այդպես չէ իրականում։ Ինչ որ մենք տեսնում ենք վաղուց բաներում գրած ավետարաններում Աստվածաշունչում այդ ամենը գրված է, ոչ մի նոր բան չկա։ Եվ
կան հավատք ունեցող հայ ժողովրդի համար, անկախ քաղաքական հայացքներից։ Ես վստահ եմ, որ կան մարդիկ, որոնք այո նիկոլական են, բայց հաստատ եկեղեցու դեմ էս արշավը չեն ողջունում, որովհետև կներեք երեխա են կնքել, որովհետև երեխա են փսակել, որովհետև ծնող են թաղել եւ ժամերգություն են պատվիրել եւ աղոթել են իրենց բարեկամների համար, առողջության համար եւ այլն, այսինքն ես չեմ բացառում, ես կարծում եմ կլինեն քաղաքական առումով նիկոլականներ, որոնք բարոյական առումով դեռևս հայ քրիստոնյա են։ Եվ ուզում եմ այս խոսքը նաև իրանց ուղղել, ասելով, որ սա եւս մի հնարավորություն է Նիկոլի արշավը եկեղեցու դեմ, ընդունեք որպես եւս մեկ հնարավորություն, որ տարված է Աստծո կողմից գուցե, որպես փորձություն հասկանալու, ձեզ օգնելու համար, որպեսզի բացվեն ձեր աչքերը, բացվեն ձեր սրտերը, բացվեն ձեր աչքերը եւ դուք տեսնեք իրականությունը։ Պարոն Աշոտյան, երբ որ իշխանություններն օրինակ ասում են եկեղեցին ու պետությունը անջատենալ, ինչու եք սահմանադրությունը խախտում, հա, մտնում եկեղեցի, խոչընդոտում, իրենք էլ այսպես են, հա, բարձրաբանում, ասում են ինչպես է ստացվում, որ եկեղեցականները իրենք էլ քաղաքականության են խառնվում, քաղաքական գնահատական են ինչպես։ Եկեղեցականները բոլոր, հա, գրեթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, առնվազն այն խումբը, որոնք այսօր թիրախում են։ Պես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ նրանք ունեն ուշադիր, անօտարելի, ունիվերսալ, ֆունդամենտալ իրավունքներ։ Սահմանադրությունը արգելում է կոնկրետ մասնագիտական խմբերին ու դատախազներ բան եւ այլն զբաղվել քաղաքականությամբ։ Եկեղեցու պարագայում ինստիտուտը առաջինն է, բաղկացած է անհատներից, որոնք ունեն այդ համանրական իրավունքները, եւ մի նիկոլ չլինի, 1000 նիկոլ լինի, ոչ ոք իրան այդ իրավունքը չի վերապայել եւ դա ինքը ստում է եւ նենգափոխում է այդ արգումենտներով, հա, իրականությունը։ Երկրորդը եկեղեցին աշխատում է, գրանցված է Հայաստանի Հանրապետությունում եւ կարող է պարտավոր է ունենալ կարծիք հատկապես այն խնդիրների շուրջ, որոնք ուշադիր նորից քաղաքական չեն։ Եկեղեցին չի քարոզում, չէ, որպես կառույց այս կամ այն քաղաքական ուժի օգտին։ Դերենք ասում են Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, վարչապետի հրաժարականն են պահանջում։ Բնական է, վարչապետի հրաժարականը կարող են պահանջել Այսինքն սա քաղաքական են։ Բացարձակ քաղաքական չի դա։ Վարչապետի հրաժարականը եկեղեցին պահանջել է ազգային հիմքով։ Նա չի ասել, թող Նիկոլը գնա, վարչապետ գա, Աշոտյանը կամ եսին, ով կա այլ այնտեղ։ Ում անունը տամ, որ իմա տվեցի, որ տնտին վրա ուդարացնեմ, հա։ Եկեղեցին չի ասում, թող սա լինի վարչապետ։ Եկեղեցին ասում է, սա չպետք է լինի վարչապետ, որովհետև սա դեմ է ազգայինին, դեմ է հավատքին, դեմ է քրիստոնեությանը, սա կործանել է մեր հայրենիքը, իսկ եկեղեցին իրավունք չունի պահանջելու մի վարչապետի ճակերտավոր հրաժարական, ում պատճառով տասնյակ եկեղեցիներ, վանքեր, հայապատկան, առաքելապատկան մնացել են Արցախում ադրբեջանական տիրապետության տակ։ Չէ՞ որ նույն եկեղեցին զրկվել է իր հնարավորություններից, իր պատմամշակութային հոգևոր կոթողներից, իր ունեցվածքից վերջի վերջո Նիկոլի պատճառով։ Նիկոլը հանձնել է դա թուրքին ու եկեղեցին չպետք է ասի գնա արա, որովհետև քո պատճառով ես սա էլ եմ։ Պարոն Աշոտյան, իրենք ասում են։ Հիշեք, տեսեք։ Իմ ինտելեկտը եւ բարոյականությունը ես հասկանում դուք մեղ չունեք, փորձում եք այս դիսկուրս վիրավորվում է, երբ որ այս բոլուկի կողմից բարձրաձայնվող ստերն ու կեղծիքները մենք որպես արգումենտ ենք ընդունում ու սկսում ենք քննարկել։ Իսկ հենց դա վատը չէ, պարոն Աշոտյան, որ օրակարգ ստեղծողը այսօր նա է, որ խոսում է դիմադիրները պետք է արձագանքեն։ Ճիշտ եք ասում, սա ասեմ ու գնանք ձեր հարցին։ Չկա մի բան, անգամ մարդասպանը, անգամ մանկապիղծը, որ դատարանում ցուցմունք է տալիս, փորձում է հիմնավորել իր մանկապղծությունը, հա, չկա մի հրոսակ կամ մի մարդասպան, որ չփորձի հիմնավորել եւ արդարացնել իր գործողությունները։ Կամ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի մեջ բերվող արգումենտները, ֆռիկները, ֆրթոնները, մանիպուլյացիաները այդ մարդասպանների, այդ քաղաքական առումով մանկապիղծների բան են, բարբաջանք են։ Այո, նրանք կարող են դա ասել։ Նրանք կարող են, որ օրը նրանք չասեն, որ օրը նրանք ընդունեն իրենց սխալը, այդ օրը իրենց մաքրման եւ փրկության եւ երկրի փրկության ճանապարհը ավելի լայն կբացվի։ Պարզ է, որ իրանք դա ասելու են։ Եվ ասել թե իրանք ինչ են ասում, ես հələ չեմ լսել, ոչ այս հարցը, ոչ Արցախի հարցը, հատկապես այս հարցը, լավ Ղարաբաղի բանակցային բլոկը դեռ թողնենք մի կողմ։ Հատկապես այս հարցը, այդ ամեն ինչը ինչ որ խոսում է այս մարդը, դա
բանա, դա վիրավորանք է, դա վիրավորանքը բանականությանը եւ բարոյականությանը։ Հիմա ես ուզում եմ նախորդ հարցից անդրադառնանք, ինչպես Եվ վատը, որ ինքը օրակարգ է այո, նա մի հայտարարություն անում է, այսպես իրադարձություններ լինում, դիմադիրները սկսում են դիմադիրները մի քանի անգամ են կարողացել օրակարգ թելադրել, ու բացի շարժումների իմաստով, սրբազան շարժում, նախորդ շարժումների, դա եղել է նաեւ դրվագային օրինակ Սերժ Սարգսյանի 7 ժամանոց հարցազրույցը իմնեմնի բլոգերներին առիթից օգտվելով իմ անվերապահ աջակցություն եմ հայտնում եւ Վազգենին եւ Նարեկին եւ բնականաբար բանտարկության մեջ ապօրինի կալանքի տակ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր սրբազաններին, Դավիթին Ամբարձումյան, Սամվելին Կարապետյան, Վահագին Չախալյան, բոլորին, դա ես որպես մարդ ով անցել է այդ ամեն ինչի միջով, ես գիտեմ իրանց եւ ուժը, ես պատկերացնում եմ իրենց ապրումները, ես գիտեմ իրանց ուժը, ես հասկանում եմ հատկապես սրբազանների պարագայում, որ սա վերածննդի ճանապարհ է եւ այս պարագայում հասարակության բոլոր առողջ ուժերը, մարդիկ, քաղաքացիները պարտավոր են հոգով, սրտով լինել այդ մարդկանց կողքին։ Օրակարգի հետ կապված, այո, մնացած հարցերում Նիկոլը թելադրում է օրակարգ եւ դա իշ ընդդիմության, այդ թվում մեր թուլություններից մեկն է։ Ինքը շատ բարձր տեխնոլոգիա է կիրառում, ինքը իրանով լցնում է դաշտը, կապ չունի ինչ անում։ Կապ չունի ինչ ան, կարա առավոտվա հիգիենիկ պրոցեդուրաներից սկսած միջև ես իմ սրտիկներ, իրականում այդ սրտիկները չեն, էլի, իրականում ինքը ամեն առավոտ կամ ինչ երբ է դա անում։ Սրտիկի անվան տակ մեր ազգին ցույց է տալի 3 մատի կոմբինացիա։ Այդ սրտիկ չի, այդ ինչ որ ինքը ցույց է տալի կամ միջնամատ կներեք, կամ 3 մատի կոմբինացիա։ Որովհետև այդ փաստը, որ ինքը վարչապետ է, դա վիրավորանք է հայ ազգի պատմական խարաններից մեկն է այսքանից հետո։ Նիկոլը իրանով դա փորձում անել, լցնում է դաշտը, կապ չունի ինչով։ Այո, նա ունի 2 հենարան այսօր։ Նրա իշխանությունն ունի 2 հենարան։ Առաջինը դա իրավապահ համակարգն է, որ ամբողջությամբ իրատակա ոստիկանական ուռճեցված, բուծված, այսպես ասած, որոշ կերպարներից իրավապահ համակարգի դատախազությունը։ Իսկ իրենք էլ ասում են մենք այսօր ունենք ավելի անկախ դատական համակարգային ասորը երբեք չի եղել։ Ես իմ խոսքերը չեմ այսպես բան ասում, իսմեխի գրեխ, ես որպես մարդ, որ է դատական համակարգի ողջ, այսպես ասած, պերճանքն ու թշվառությունը անկախության իմ ուսերի վրա կրել եմ ու կրում եմ առեսօր, կարող եմ պարզապես ծիծաղել իրենց դեմքին, այտենց լկտիություն, ոնց որ մարմնավաճառը գա ու ինձ ասի, որ ինքը կույս է, Նիկոլենց այդ բաները, այդ հիմնավորումները այդ մակարդակի են։ Այդ ես չեմ արդարացնում դատավորներին, դատախազներին, հակառակը քննիչներին, ես ասում եմ, որ ամեն մի քաղաքական գործի տակ կան մարդիկ, չի ով դա անում են։ Այն մի անգամ ազգային ժողովի լսումներում ասացի, Դովլատովի այդի խոսքն ասում, օքեյ, Ստալինը հրեշ էր, բայց 4 միլիոն դանոսները ով է գրել։ Այսինքն հրեշը միայն Նիկոլը չի, հրեշը նաև այն մարդիկ, իրենց փայ, որոնք կատարում են այդ պատվերները, որոնք տուն են պահանջված, կներեք, ես просто նախորդ հարցից մենք շեղվեցինք։ Եվ այդ օրակարգը թելադրելու բանի մեջ, այո, ինքը այսօր առաջատարախի շատ པարզ նաև ասեմ, հանդիմությունը մեծավ մասամբ մի կարևոր բացթողում ունի, Նիկոլը ավելի ժամանակակից է որպես կոմունիկացիոն կերպար, քան ընդդիմության ճնշող մեծամասնությունը։ Նիկոլը ավելի մրցունակ է որպես տեղեկատվական պատերազմի մասնակից, մասնագետ, տեխնոլոգ, պարզա որ դա մենակ ինքը չի, ինքը պարզապես թույն կլիենտ է, տոտալ աներես, ինչ ասեն իր տեխնոլոգներն, ինքը կարա դա անի։ Պարզա որ իր մեջ կետը կա որոշակի back office, հա, ակնհայտ է որ կա back office կա, որ այս ամեն ինչը գծում է։ Իսկ ընդդիմությունը ինչու է այդ օֆիսներից չի օգտվում։ Գուցե խորհրդատվության կարիք։ Այստեղ մենակ այդ չի, այստեղ նաև գիտեք, ընդդիմությունը ունի ավելի մրցունակ դառնալու խնդիր 2-3 ուղղություններով անգամ։ Առաջինը նոր դեմքեր, նոր դեմքեր ես չեմ ասում կաստինգ անել, բերել Miss Ceiling, նոր խոսույթ թելադրող դեմքեր։ Կներեք, դա կարամ լինեմ ես կամ Շարմազանովը կամ Մամիջանյանը, կամ մեր կուսակցությունից սկսած։ Դա ցանկացած ընդդիմադիր ուժում կա առնվազն 5-6-10 հոգի մարդ, որ կարան դառնան նոր խոսույթ, նոր ֆեյսերը, հա, այսպես ասած։
եւ այդ մարդկանց ավելի օրինակները որ բերում եմ հանրապետականի վրա զուտ որ ուրիշ որևէ մեկին չդնեմ հարվածի տակ հնարավոր վայրահաչոցներից։ Երկրորդը ընդդիմությունը ունի ավելի ժամանակակից տեխնոլոգիական քարոզչական, այսպես ասած, բանի գործիքակազմի խնդիր, դա ակնհայտ է։ Դա պրոստը տուպ ակնհայտ է։ Կներեք, երբ որ ես նախարար եւ մասնակցեցի այս bucket challenge-ին, հա, սառույցը վրես լսի շորտիկով եւ այլն։ Հիշում եք ինչ էր կատարվում։ Ես զգում էի, չէ՞, արդեն աշխարհը այդպեսին էր։ Այսինքն այդ տեխնոլոգիական նորամուծությունները, տրենդերը, այդ զգացվում էր, այդ պարզ էր, չէ՞։ Եվ հիմա ընդդիմությունը այո պետք է էլ ավելի շատ դուրս գա տեխնոլոգիական առումով առաջընթացի, պետք է դուրս գային կաղապարներից, որոնք այդ դասական քառակուսի լավ իմաստով, հա, հին ու բարի, բայց շատ հին այլևս, դա պահպանողական տրադիցիոն է, այսպես կոնվենցիոնալ է, այսպես ասենք, հա։ Եվ երրորդը ընդդիմությունը ունի խոսույթի մրցունակության խնդիր, որը նույնպես շատ կարևոր է, որովհետև տեսեք կոնկրետ հանրապետականի վրա եմ էլի օրինակը բերում, երևի ամենատեղին օրինակն է։ Խնդիրը մենակ անտի-Նիկոլը չի, խնդիրը նաև պոստ-Նիկոլն է։ Այսինքն լինել անտի-Նիկոլ օքեյ է, բնական է, դա նորմալ է, դա ողջունելի է, դա հայ է, ուրեմն այդ բոլոր անտի-Նիկոլները իմ համար by default հայեր են։ Բայց անտի-Նիկոլից զատ կա նաև post-Նիկոլ խնդիրը, չէ՞, այսինքն մենք երկու խնդիր ունենք։ 99%-ը կենտրոնացել է անտի-Նիկոլի վրա ընդդիմության, մոռանալով որ զուգահեռ պետք է ստեղծի մատուցի մարդկանց post-Նիկոլ։ Ինչ է լինելու հեռացումից հետո։ Իշխանափոխությունից հետո։ Եվ անտի-Նիկոլը, երբ որ մենակ անտի-Նիկոլը, դա ոնց որ մի ոտով մարդ լինի։ Իսկ դուք ունեք այդ տեսլականը ծրագիրում։ Այո, ես դա խոստովանել եմ։ Երբ որ առիթը կգա կոնկրետ կամ impeachment-ի առիթով կամ աստված մի արածցե եթե հասնենք Իդեպ impeachment-ի թեման կարծես փակվեց այդպես։ Չէ, ոչ թե impeachment-ի թեման փակվեց, այլ փակեցին impeachment-ի վարչապետի տեխնացուին, միասնական ընդդիմադիր տեխնացուին։ Բայց դա չի նշանակում որ process-ը ավարտվել է, բայց իհարկե process-ի առջև կան բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր հաղթարման ենթակա են եւ մենք փորձում ենք այդ ուղիները գտնել։ Գիտեք, այդ ջրի դեմը, գետի դեմը, որ բանը ամբարտակ են կառուցում, այդ դամբան կառուցում են, ջուրը լցվում եւ փորձում է մի տեղից իր տեղը գտնել ու գտնում է։ Ես չգիտեմ այդ ջուրը նորից իր տեղը հեղեղով ինչպես կմաքրի ճանապարհը Նիկոլի թրքած Ավգյան ախորները, բայց հաստատ մաքրելու է։ Դրանում ես կասկած չունեմ, որ հակառակն է, որ մենք պետք է խեղդվենք մեր իսկ, կներեք բառիս համար, արտաթորանքի մեջ, մեր իսկ արտաթորանքի մեջ, որպես պետություն ենք խեղդվելու, որպես ժողովուրդ ենք խեղդվելու, եւ դա աներկբա է։ Եվ ինչ անհանգստացնում է նաեւ մի հատ շատ կարեւոր երևույթ, որի մասին խոսում են նաեւ այլ մարդիկ, դա է նա, որ մենք պետքա հիմիկվանից ստեղծենք իշխանափոխությունից հետո հանրային համերաշխության երաշխիքներ, որտեղ ցանկացած ելքի պարագայում որոնք են այդ ինչպես եք դա պատմել մեխանիզմները ոնց մեխանիզմները նաև մեր ծրագրի մեջ են ներառված, ես շատ չեմ մանրամասնի հիմա, բայց սկզբունքները կարող եմ ասել, սկզբունքները հետևյալն են, ըստ իս, դա իմ բանն է, ոչ թե ծրագրային եմ ասում, բոլոր են մարդիկ, ովքեր որևէ աղերս չունեն, մեղավորություն չունեն, այս կամ այն քրեական հետապնդում ենթադրող երևույթի գործի բանի մեջ որևէ խնդրի չպետք է առերեսվեն։ Այսինքն մենք պետք է սովորենք նորից ապրել իրար կողք կողքի, եւ դա շատ կարեւոր է։ Մենք պետք է դուրս գանք ատելության մթնոլորտից։ Ատելությունը ինչից է առաջացել։ Ասեք, շատ պարզ է, չէ՞։ Ատելությունը առաջանում է տարբեր պատճառներով, բայց այս պարագայում ատելությունը առաջացել է անարդարությունից, որովհետև աչքի դեմը կոտորվեց 5000 երեխա, աչքի դեմը կորցրեցիր հայրական քո տան, քո հայրենիքի մի զգալի մասը, աչքի դեմը դիմացիները քեզ հան իրավի ճնշում են, ծեծում են, ձերբակալում են, աչքի դեմը նրանք հարստանում են եւ մարդկանց դնում են էշի։ Սա անարդարություն է, չէ՞, մարդիկ տենում են անարդարությունից չեն կարող փոխեն իրավիճակը, անուժություն առաջանում, հա, անուժ
անօգնական վիճակ է առաջանում, անօգնական վիճակը բերում է ատելության։ Պարոն Աշոտյան, բայց թե 21 թվականին, թե դրանից հետո մի քանի անգամ իրավիճակ փոխելու հնարավորություն դրվել է։ Օրինակ, դուք հիմա այդ հարցի պատասխան ունեք, ո՞նց եղավ, որ մարդիկ ասում են, այսքան կորուստներից, այս իրավիճակից հետո ասում են ավելի լավ է, թող այսպես մնա, քան նախկինները։ Ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ, որ մարդիկ ասում են, թող այսպես մնա։ Եթե մարդիկ ասեն, թող այսպես մնա, Նիկոլի վարկանիշը չէ լինի 13-ից 18%, իդեպ դա իմ թվերը չեն, 3 ամերիկյան առաջատար think tank-երից մեկը Council of Foreign Relations տպել է ուրեմն վերլուծություն, թե 26 թվականին որ երկրների ընտրություններին պետք է հետևել, որոնք ունեն նաև գեոպոլիտիկ, միջազգային քաղաքական իմաստ եւ այդ 10 երկրների ցանկում այդ մի քանի տասնյակ երկրներ Հայաստանն էր, այո։ Եվ ինչ էր այնտեղ գրած, շատ բարձր այդ թվերը նաև այնտեղ են մեջ բերված։ Այսինքն ամերիկյան ուղեղային կենտրոնները շատ լավ գիտեն եւ Նիկոլի վարկանիշը իրական եւ քաղաք պայմանագրի վարկանիշը շատ լավ գիտեն։ Պարզապես մեր չեմ ուզում հիմա մտնել էթնոհոգեբանության քաղաքական դիսկուրսի մեջ, բայց ակնհայտ է, որ այդտեղ խնդիր կա։ Քիչ առաջ ասացի, ընդդիմությունը բանով հին այս ցանցով նոր ձուկ բռնել չի կարող։ Եվ դրա համար եւ պետքա փոխվի այդ ցանցը, եւ պետքա փոխվեն ձկնորսները, եւ պետքա մարդիկ հասկանան, թե այդ ձուկը, որ բռնվելու է, ինչ է լինելու, ուր է գնալու, ինչպես է օգտագործվելու, հա։ Պետք է բռնել այդ ձուկը եւ կերակրել ժողովրդին, դա շատ ամենապարզ է, նույն քրիստոնեական բացատրության մեջ է, վերջի վերջո առաքյալների մի մասը ձկնորսներ են եղել միջև իրենց հոգեվոր ծառայությունը։ Պարոն Աշոտյան, ամեն դեպքում է ձեր նույն նշված թվերն էլ ցույց են տալիս, Հայաստանում էլ սոցհարցումներ են պարբերաբար կանացվում, որ որքանով էլ անկում է, բայց ամեն դեպքում եղած քաղաքական դաշտում իրենց ռեալ այսպես ընդրազանգված ունեն ու ամենաբարձր վարկանիշն է։ Մյուս ուժերի համեմատ նկատի ունեմ։ Էլի կենցաղային օրինակ բերեմ։ Այդ նույնն է, ոնց որ մեկը ամուսնացած լինի եւ ամուսինը լինի նարկոման, բայց sense կողքերը նայի տնա, որ մյուսներին էլ չի հավանում։ Մեկին անուն է կպցնում, մեկը գեշ է, մեկը կոլոտ է, մեկը չաղ է, մեկը փող չի աշխատում ու ստիպված ապրի նարկոման ամուսնու հետ։ Ինչքան կդիմանա։ 1, 2, 3, 4, ինչքան կդիմանա։ Սա շատ པարզ օրինակ է մեր երկրի իրական վիճակի մասին։ Մեր երկրի ղեկավարը այդին բերած օրինակով նարկոման է, այդ աղջիկը, այդ կինը մյուսներին անուն է կպցնում, բայց խնդիրը մենակ դավադիտելնելու աստիճանի մեջ է, ես դες հավաստիացնում եմ։ Եվ այս առումով այո, Նիկոլը լավագույնը չի, որպես ընտրություն, եւ կան լավագույններ, որոնք որպեսզի Երևանը կնոջ աչքին արդեն նորից ասացի, պետք է ունենա նոր խոսույթ, նոր տեխնոլոգիաներ եւ նոր դեմքեր։ 26-ին կլինեն այդ ձեր նշած տեխնոլոգիաները։ Իդեպ ուզում այս ընտրությունների հետ կապված, հա, եւ Հանրապետականը որոշում ունի մասնակցության։ Չէ, մենք հասել ենք, հենց ունենանք ձեզ կասենք, հա։ Չբացառելով մեր մասնակցությունը որպես քաղաքական սահմանադրական իրավական ակտ, մենք ասում ենք, որ շարունակում ենք ասել, որ այս 6 ամսվա մեջ իրավիճակը կարա նորից հասնի մի այնպիսի հանգուցալուծման Նիկոլ Փաշինյանի ձեռան, որ պարզապես իրոք դառնա անդառնալի։ Այսինքն մենք կարող ենք անցնել մի բազմաթիվ հարցերով անդարձության անշրջելիության կետը։ Խնդիրը դրանում է, ապարք չի մեզ էլ էր ամենահեշտը այսօր էլ ասել գնում ենք ընտրությունների։ Ու եթե մենք չենք ասում գնում ենք ընտրությունների, բայց մեր վարկանիշը նույնքան է, որքան մեր ուժերի, որոնք ասում են գնում ենք ընտրությունների, ես կունեմ բոլոր օբյեկտիվ հիմքերը ասելու, որ եթե եւ երբ մենք հայտարարենք, եթե իրավիճակը հասնի դրան, որ մենք գնում ենք ընտրությունների, այդ ժամանակ մեր վարկանիշի աճը շատ ավելի ակներև կլինի։ Այսինքն խնդիրը այն չի, որ մենք մտնենք խորհրդարան։ Մենք այդ խնդիրը չենք գերխնդիր չենք համարում։ Խնդիրը իշխանության գալը չի, խնդիրը պարլամենտար։ Բայց շատերը ասում են այսօր ընդդիմադիր երկու ուժերը պայքարում են առաջին ընդդիմադիրը խորհրդարան դիմելու համար։ Մենք այս գործող քաղաքական ցիկլում առերեսվելով իրականության հետ ասել ենք առաջի ընդդիմադիր ուժը այն պարագայում Հայաստան դաշինքի մեր գործընկերներն են հետևաբար եւ իրավունքները եւ պարտականությունները այդ առաջի ջութակը լինելու ակնկալել ենք մեր ընդդիմադիր գործընկերներից երկրորդ նախագահի քաղաքական ճամբարից։ Մեր ձևով շարժմանի հայտ գալուց հետո պարզա որ իրանք չեն այլևս առաջատարը, այլ Սամվել Կարապետյանի շուրջ առիթով ձևավորված քաղաքական ուժն է նաեւ
որը դեռ բնականաբար տրանսֆորմացիաների զարգացման էվոլյուցիայի փուլում է, մենք ընդհանրապես այդպես խնդիր չունենք։ Մեր խնդիրը շատ ավելի մեծ է, եթե մենք կարող ենք եւ օգտակար լինեն իշխանափոխության գործին, մենք դա ապացուցել ենք 18-ի այն միջև իշխանափոխություն եղած վայրագ օրերին, ինչպես ասվում է հայտնի երգում, դժնդակ օրերին մեզ համար, հա։ Մենք դա ապացուցել ենք, որ մենք այդտեղ էլ երերուն չենք եւ մենք միջև վերջ կանգնած ենք։ Մենք 7 տարի անդիմություն ենք, հա, այնց տարբեր մարդիկ եկել գնացել են եւ այլն, մենք մնացել ենք ամենասկզբից այդտեղ լինելով։ Պատրաստ ենք ցանկացած առողջ մեր հիմնական մոտեցումները կիսող կներեք նորից հիշեցնեմ ոչ միայն անտի Նիկոլն, այլ նաև պոստ Նիկոլ տեսլականի մեջ ընդհանրություններ ունեցող մարդկանց հետ ճանապարհ անցնել եւ ընդհանուր գործին օգտակար լինել, հայկական ասացված կա, չէ, ասում են մկան շառը ջրաղացին օգուտա, հավաստիացնում եմ ձեզ, եթե ջրաղացը մեր մասնակցության կարիք ունենա, դա շատ ավելի ազդեցիկ եւ շատ ավելի ուժեղ կլինի, քան բայց այսօր շատ ուժեր ասում են, եթե մենք ուզում ենք 26-ին փոփոխություն տեսնել, պետք է երկրորդ եղող նախագահները այլևս դաշտը ազատային չմասնակցեն ընտրություններին։ Ես այդպես բաներ հոգնել եմ մեկնաբանելուց։ Այդ մարդկանց շատերը չէ, դες մի երկու մարդ կա, գիտեմ ում ումի նկատի ունեք, ասել են, որ այդ գնահատականները քաղաքական ինֆանտիլիզմ են ինձ հիշեցնում, էլի։ Դու դարձիր ավելի լավը, դարձիր մրցունակը, հիմնավորումները, որ նախ երրորդ նախագահ քանից հայտարարել է, որ չի մասնակցելու, որ հավակնություն չունի, 100 անգամ ասել է այդ մարդ հավակնություն չունի, չի ելնելու, քանի որ ինքը 18 թվականին մի քիչ գերագնահատել է հասարակության կողմից լեզվական նրբություններին տիրապետելու բանը հմտությունը, այդ հավակնել բառը դուրս գա, չի լինելու, ասել է եւ չի լինելու, ոչ թե հավակնել, էլ չենք խոսում այդպես, չի տուպը չի լինելու, 100 անգամ ասել, անձամբ ասել, այսինքն այդ իմաստով զավեշտալի է մեզ ներառել այդ, եւ երկրորդը ես անես չի որ Մայա Խատսկրայդուս եմ գալի, թե երկրորդ նախագահի թիմը թող այդ մարդկանց հետ բանավիճի, բացարձակ ես սխալ եմ համարում այդ թեզը եւ այստեղ իմ ասացի ինչ որ թե պաշտպանում եմ երկրորդ նախագահային կամ իր թիմին, նրանք դրա կարիքը չունեն, ես պաշտպանում եմ իմ տեսակետը, իսկ իմ տեսակետը հետեւյալն է, քաղաքական մրցունակությունը պահանջում է հավասար հնարավորություններ բոլորի համար, ապացուցիր, որ ավելի լավն ես, ասում եք իրանց մասնակցությունը Նիկոլին թույլ է տալիս, ես իմ օրակարգ թելադրել, ավելի մրցունակ եղի, բեր քո օրակարգը, բեր քո օրակարգը, ես միայն հաջողություն եմ մաղթում բոլոր նորաստեղծ կոնդիմադիր ուժերին, որոնց ընկալում են որպես առնվազն պոտենցիալ դաշնակից, կամ առնվազն մեջքից չխփող, բայց ցավոք սորտի ընդդիմության դաշտում։ Տեսնում եք այս պահին այդպես դաշնակիցներ։ Դե տեսեք, օրինակ Հույդա Գերագույն մարմնի ղեկավարը բանակցություններ է սկսել տարբեր քաղաքական ուժերի հետ, նաև մեզ հետ է հանդիպել, կուսակցության ղեկավարի հետ է հանդիպել, նախաձեռնությունը ողջունելի է։ Ինձ համար այս պայդրությամբ տարակուսել է ուրիշ բան, հա։ Դաշնակցության իմ կողմից շատ հարգված անձնավորություն, ով նաև կյանքում ինձ ընկեր է, հա։ Շատ լավ նախաձեռնությամբ հանդես է գալիս, միևնույն ժամանակ զուգահեռ իր գլոբալ քաղաքական թիմը, երկրորդ նախագահի քարոզչական թիմը, երբ որ իշխանը ասում է եկեք բանակցենք իրար չխփենք, երկրորդ նախագահի քարոզչական թիմը շարունակում է կեղծ շպրտել հանրապետականի հասցեին։ Այսինքն դուք միթե երկրորդ նախագահի ձեզ են մեղադրում, ասում են երրորդ նախագահի թիմն է մեր ձեր։ Դա լավ, ես կարամ հենց հիմա ցույց տամ երեք այսօր ինչեր են գրել։ Միա ցույց տվեք մենք ինչ ենք արել իրենց հանդեպ։ Երկրորդ նախագահի քարոզչական թիմի, թե դուք չեք հարգում ձեր իսկ թիմակիցների, ձեր դաշինքի մաս կազմող այս մարդկանց նախաձեռնությունը։ Գոնե բարի կամք դրսե, որ եք հրադադար հայտարարեք բանակցությունների ժամանակ, հա։ Բարդ բան չեմ ասում, բանակցություններ եք ուզում, սիրով դաշնակցության նկատմամբ ունենք շատ ընդգծված հարգալից վերաբերմունք, բազմաթիվ ազգային օրակարգի հարցեր մեզ համար ընդհանրական են, տակտիկական տարբերություններ կարող են լինել, ռազմավարական ոչ, բայց այս պարագայում երբ որ կա նման պրոդուկտիվ եւ հեռանկար ունեցող նախաձեռնություն, առնվազն իրենց քաղաքական ճամբարը պետք է հարգի նախ այդ նախաձեռնությունը եւ ցույց տա, որ ունի բարի կամք, որպեսզի առավոտ շուտ ես չզարթնեմ ու իրենց հերթական թարախապալար բաները կարդամ տարբեր շուրթերից, այտենց գարշահոտ, ասում Բանը Ստեփան Բալա դուք արդեն ընդդիմության եք, առաջնորդները չեք։
դուրս եկեք այդ ձեր Բալա, բանաշտոն, եթե մենք տեսնում ենք, որ այս վիճակն է, թեև շատ հարց են, բայց դուք էլ մի բառ օգտագործեցիք հրադադար։ Եթե անդիմությունը իրար մեջ կարիք ունի հրադադար, բա ինչ եք ուզում։ Դա վատ է, ոչ մի բան չեմ ուզում։ Ուզում եմ, որ չլինի ներընդդիմադիր գզվռտոց, բայց չեմ ուզում, որ դա լինի նրա հաշվին, որով իրան համարի, որ ամեն կներես Ներբ երշիկ իրանից կալբաստ ներկայացնի երևակայի, ամեն մի սասիսկա մտածել որ ինքը դոկտորսկի կալբաստ է, ինչպես կասել ժողովրդի մի մասը, եւ մտածել որ կարա այդ իր մինիմալից մինչեւ մաքսիմալ մաքսիմայզ անելու գործողությունը անի հանրապետականի հաշվին։ Խփնվել եք։ Ես 20 տարվա, 23 տարվա կուսակցական եմ, սա իմ տունն է, սա իմ ընկերների տունն է, այս կառույցը։ Հայաստանը իմ հայրենիքն է, ես ինչ-որ մի պրախադիմիստներին, ինչ-որ մի կարիերիստներին պետք է թույլ տամ, որ իրանք փորձեն հաստատվել այն կուսակցության հաշվին, ում պատմությունը Աշոտ Նավասարդյանից Անդրանիկ Մարկոյանով, Ազգեն Սարգսյանը մինչև Սերժ Սարգսյան ուղն ու ծուծով Թասիբի ու Պայքարի պատմությունը։ Ծուծու։ Ինչ եք դուք անում։ Մենք հրադադարն այն հիշում ես Սովետական դաշնց դու երիտասարդ ես կարող չես։ Ալեքսանդր Նևսկի շատ լավ ֆիլմ է։ Էйзенштейн։ Смокток там с мечом придет, тот от меча и погибнет։ Յանտովեք մեզանից զբաղվեք այնա ճակատա։ Մենք ընդհանուր հակառակորդ ունենք, մրցակից ունենք, մրցակից էլ չէ, մենք Ախոյան են իրանք, հա։ Քապա ունենք, Նիկոլ ունենք, թարգեք այդ տակից բշտելը հերիք է։ Մանավանդ որ ձեր թիմի անդամ իմ ընկեր իշխանը նման լավ նախաձեռնության մասին հայտարարություն արել, հարգեք այդ նախաձեռնությունը։ Հարգեք գոնե այդ հակագծեր բացեք, ինչ է քննարկվել այդ հանդիպումներում։ Այն ինչ որ իշխանը որպես հանրային օրակարգ առաջարկել է, եւ այդտեղ մենք որևէ խնդիր չունենք, մենք կներեք եւ քաղբանտարկյալների ազատության համար պայքարի առաջամարտիկ են եղել միշտ։ Եվ եկեղեցու պաշտպանության համար եւ բնականաբար բացառել ենք ԿՊ-ի հետ համագործակցության անգամ տեսական այդ խոս ասում եմ այդ բառակապակցությունը ու սենց զզվանք եմ ապրում, դա բնական է, այդպես բան չի կարա լինի։ Մենք բնականաբար կողմնակից ենք ներընդդիմադիր համերաշխության առնվազն, այս պարագայում։ Կամ այդտեղ չկա կետ, որը մեզ համար կիրառելի չի։ Մեր միակ բաները նրա մասին են, որ որքանով այդ կետերը հատկապես ընդդիմադիր դաշտում հարգալից իրար չխփելու, այսպես ասած, պայմանավորվածությունը իրական եւ հողի վրա կիրառելի։ Այսինքն ես կարող եմ կասկածներ հայտնել, երբ որ տեսնում եմ, որ երկրորդ նախագահի թիմը շարունակում է իր կեղտոտ հակակարողությունը մեր նկատմամբ, զուգահեռ այն լավ process-ը, ինչ սկսել է Իշխան Սաղաթելյանը։ Ես չեմ հասկանում, տղերք։ Այս ինչ է, ինադու եք անում, ես կարամ երկրորդ նախագահի քարոզչական ղեկավարներին ասեմ ինադու եք անում, հա։ Ձեր չի տալի իշխանի օրակարգը, որովհետև կայանալու ուրիշ տեղ չունեք, որովհետև պարտվել եք Նիկոլի դեմ քաղաքական կռիվը քանի տարի արդեն խոստանալով հաղթանակներ ու հիմա փորձում եք ինքնահաստատվել ուրիշներին, դա բացառված է, ես թույլ տամ իմ կուսակցության ղեկավարի, իմ ընկերների կամ իմ հաշվին որևէ մեկը ինքնահաստատվի։ Ես դա Նիկոլից թույլ չեմ տալի, որ մնաց Նիկոլից շատ ավելի պակաս քաղաքական ազդեցություն այսօրվա դրությամբ լծակներ ունեցող քաղաքական դերակատարներ։ Պարոն Աշոտյան, ես ուզում եմ նաև հակիրճ անդրադառնալ, թե ինչու հենց այս փուլում հրապարակվեց այդ Արցախյան բանակցային թղթերը, ու նաև Նիկոլ Փաշինյանը, եթե մինչ այս ասում էր, հրավիրում էր նախկին նախագահներին բանավեճի, ասում էր եկեք սրան շուրջ բանակցենք, հիմա ասում է հա ես թղթեր հրապարակել եմ, այլևս բանավիճելու բաներ չունեմ, թող իրենք այսպես պատասխանեն։ Տեսեք, դուք ճիշտ չեք, դուք վիրավորեցիք իմ հեղինակային իրավունքները։ Ոտնահարեցիք կներեք։ Առաջինը ես եմ ասել, հենց այդ հարցում։ Երբ որ Նիկոլը հրապարակեց, կներեք, ես նույն օրը կարդալա, մտա լայվ, ասի Նիկոլ, սա պատավոճիրակ, դաժե տեսական առումով բանավիճի թեմա չկա։ Եվ հաջորդ օրը, ինչպես նա սիրում է հաճախանել, պլագիատով եւ պղծելով, ոնց որ բանը լինեն, բաց քոփիրայթեր լինի, գողանումա եւ խուրդումա թեման, հա։ Ինքը ուզում էր միջև այդ բանավեճ, ակեք հասկանանք խի, որովհետև թղթերի մեջ իրան քաղաքական մահախոսականն է, դատավճիռն է։ Դատավճիռն է, ով ինչ կրուտիտ ուզում է անի, այդ կրուտիտները, չգիտեմ, գրաշալ լոմնովնի ստոյետ, հա։ Այսինքն ինքը ուզում էր բանավեճ սկզբից շոու սարքեր, որ հետո թղթերը սղացներ, հետո տեսավ չի ստացվում, իսկ նախ ոստացել էր թղթերը հրապարակել, թղթերը հրապարակել։
թղթերի հրապարակումից հետո տառաճանաչ եւ գոնե 2 հատ գալար ունեցող մարդու, բացի այս մեջտեղի մեծ գալարից, եթե մի հատ էլ կողքերից կա, այդ թղթերը կարդում ես, հասկանում ես, որ բայց ինքը գիտե չէ, որ հանրության մեծ մասը չի մտնելու այդ թղթերը, այդքան ուսումնասիրի։ Այ ինքը դա էլ անում, ինքը դրա համար էլ հիմա այդ թղթերը հրապարակեց շուտ, որ ընտրաշաբի ժամանակ այս թեման համարի սպառված, որովհետև սա իր ամենախոցելի թեման է։ Սա գիտեք այն Սմերց Կաշեևը, հա, ձվի մեջ են ասեղն է։ Նիկոլ Փաշինյանի ասեղը այդ Արցախյան բանակցությունների ձվի մեջ էր։ Ինքը ուզում է դա շուտ հրապարակի, որ ընտրությունների ժամանակ թեման համարի մարած։ Ես դες հավաստիացնում եմ եւ խոստանում եմ։ Երբեք ոչ միջև իշխանափոխություն, ոչ իշխանափոխությունից հետո, քանի դեռ առնվազն քաղաքական առումով ակնհայտ դավաճանությունը չի պատժվել քաղաքական գործիքակազմով, իսկ եթե ապացուցվի, որ կա նաև իրավական հիմքեր դավաճանություն վերագրելու եւ ապացուցելու, միջև այդ պատիժը չլինի, ես չեմ հանգստանալու։ Ես ու բազմաթիվ եւ ոչ միայն իմ կուսակից ընկերներ, լիքը նորմալ մարդ չի հանգստանալու։ Մենք հիշում եք քիչ առաջ խոսեցինք անարդարության մասին, եւ որ անարդարությունը, որը չի բերում հանգուցալուծման, ծնում ատելություն։ Եվ սա խնդրեմ է, այ մենք մի օրինակ ընդհանրապես ձեզ բերեցի, հա։ Ես սկսեցի խոսել այդ թեմայով ու զգացի, որ ես իրոք իրանց ատում եմ, բայց ես հասկանում եմ մի կարևոր բան։ Ինքը ուժեղանում է իմ ատելությունից, մեր ատելությունից։ Դրա համար ես նորից ինքս ինձ եւ բոլորին խնդրում եմ՝ մի ատեք սրանց։ Իրանք սնվում են մեր ատելությամբ։ Մի ատեք, պայքարեք իրանց դեմ։ Վիզ դրեք սրանց հեռացնելու համար, միջև վերջ կանգնեք, բայց մի ատեք, որովհետև ատելությունից նրանք ուժեղանում են, հոգեբանում են, չար ուժեր են, էլ իշխանատումը այնքան ինքը լիցքավորում է, իր բատարեկեն լիցքավորում է նաև մեր ատելությունը։ Հենց ատելությունը անջատում ես, պրոստը տուպը պայքար ես տանում, բարոյական դաշտում, ինտելեկտուալ դաշտում, փաստարկային ու փաստային դաշտում, ես վստահեցնում եմ ձեզ, ինքը շատ արագ կսպառվի։ Շատ արագ, որովհետև որևէ մեկին չի հաջողվել եւ չի հաջողվելու եւ Հայաստանը հայ ժողովուրդը չեն դառնալու այն օրինակը, որտեղ քաղաքագիտությունը, որի վրա քաղաքագիտությունը դասավանդի 21-րդ դարում մեռնող ժողովուրդների պատմություն։ Ես չեմ ուզում, որ իմ պետությունը, իմ ժողովուրդը դառնա այդպիսին են վիմիրայուշի նարոդի անհետացող։ Չեմ ուզում։ Մենք հինավուրց ժողովուրդ ենք, մենք հին չենք, վատ իմաստով հին, մենք հին չենք, մենք թարմ ենք եւ դա պետք է այո պասիոնարության խնդրեմ կա այսօր, մանթայի խնդրեմ կա, տրավմայի խնդրեմ կա, ապաթիայի խնդրեմ, լիքը խնդիրներ կա, բայց ոչ մի խնդրեմ դրանցից առանձին վերցրած քաղաքացիների համար բացատրություն չի, թեխի պետք է մենք մեր վիզը ծռենք, որպեսզի թուրքական յաթաղանա թեկուս քարոշչականա այս մարդու ձեռքերով գա ու մեր վիզը փոկի։ Հերիք չի, ինչքան զինվորի գլուխ կտրեցին, արուն թափեցին։ Բանասության իրենք ասում են արդեն 1 տարուց ավել է սահմանին կրակոց չի հնչում, սա խաղաղություն չէր։ Քանի որ խոսեցիք ես դրա պատասխանը տվել եմ, ուզում եմ կրկնեմ ու հավարտենք, եթե դեմ չեք էլ 18 թվական Նիկոլ Փաշինյանը զորբայությամբ հակասահմանադրական ճնշումներով դարձավ վարչապետ։ Գնաց Դուշանբե եկավ, կրակոցներ չկային դեպի մի տարի, ավելին ջանջիգեր էին անում, ուղիղ գիծ կար, միջնորդներին հանը շպրտել էր Նիկոլայենկոն, Ալիև այդ պրյամո էր բանակցում, ասում էր Ալիևից եմ իմանում բանակցային գործընթացի մասին, ասում էր Ալիևը կիրթ ու կառուցողական է, ասում էր մենք պետք է Ալիևի հետ բանակցային այնպիսի ռազմավարություն որդեգրենք, որ իր նկատմամբ թակարդներ չսարքենք։ Եվ բազմաթիվ այսպիսի բաներ, հա, չէին կրակում, երկար վաղտը չէին կրակում, ինչով պրծավ, չէին կրակում, բիրիքով կրակեցին, եկավ 44-օրյա պատերազմը և կներեք ես բառի համար, բիրիքով կրակեցին, ու մենք հազարավոր զոհեր տվեցինք, շատ լավ է, որ չեն կրակում, բայց դա ինչի դիմաց, դա նույն 18-ի դեժավյուն է, չէ, Ալիևն էլ հիշում եք մինչև պատերազմը հետո էլ ասեց, որ խնդրեցիր, որ ես չկրակեմ, որ դու հանրապետ ընդդիմության հարցերը երկրում լուծես 18-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Սա էլ գնաց Պետրոսի մոտ միացունց
Քաչնազարի հարցազրույց տվեց, անոնսը հրապարակեցին, մյուս օրը սկսվեց պատերազմը, չգիտեմ, հուսով եմ այդ զապիսը պահպանվել է, որտեղ դա իր դեմ ամենամեծ իրեղեն ապացույցներից մեկն է։ Այդ հարցազրույցը Պետրոսի մոտ որ չհրապարակվեց, այդ հարցազրույցը վստահեցնում եմ ձեզ ունի բազմաթիվ սկանդալային չէ, ողբերգական աստիճանի սկանդալային բաներ։ Եվ ես ուզում եմ մի օր դա լսեմ։ Ձեզ շնորհակալ եմ պարոն Աշոտյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր մենք զրուցում ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար։